Ողջույն սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ քաղաքագետ Արամ Ավետիսյանի YouTube-յան ալիքում։ Բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, որպեսզի նոր տեսանյութերի ծանոթություններ ստանաք առաջին, ինչպես նաև լայքեք եւ կիսվեք այս տեսանյութով, որպեսզի ել ավելի շատ հայրենակիցներ դիտեն։ Սիրելի հայրենակիցներ, մենք այս պահին գտնվում ենք Իսակովի պողոտայում, սա Իսակովի 23 կոտորագիոտ հասցեն է եւ հենց այստեղ են բնակվում Ռոբերտ Քոչարյանը եւ իր ընտանիքը։ Այս շենքը նախկինում պատկանել է Պաշտպանության նախարարությանը եւ 2008 թվականին պաշտոնակությունից անմիջապես հետո Ռոբերտ Քոչարյանը այս շենքը նվեր է ստացել պետությունից։ Հիշեցնեմ, որ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից եւ նրան փոխկապակցված անձանցից գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել 22 անշարժ գույք, որից 19-ի միջին շուկայական արժեքների համագումարը կազմում է 11 միլիարդ 157 միլիոն 790 հազար դրամ, երկու անշարժ գույքի գնման իրավունք, 3 միլիոն 84 հազար 965 ԱՄՆ դոլար եւ 985 միլիոն 190 հազար դրամով ձեռք բերված պարտատոմսեր, ավելի քան 1 միլիոն 405 հազար դոլարի եւ 200 միլիոն դրամի ավանդ։ Պահանջը ներառում է նաեւ 13 իրավաբանական անձանցու մասնակցություն, որոնց թվում են Toyota Երևան ՍՊԸ-ն, Nairi Insurance ապահովագրական ՍՊԸ-ն եւ այլն, ինչպես նաեւ 4 իրավաբանական անձի մասնակցությամբ ձեռք բերված արժեքը։ Ներկայացված հայցադիմումի պահանջով նաեւ պետությունը պահանջում է գումարի ընդհանուր մասը դատախազության պահանջի կազմում է 19 միլիարդ 561 միլիոն 949 հազար դրամ, ինչպես նաև 502 միլիոն 359 հազար դրամ, որպես քրեական գործով վճարված գրավի գումարի ապօրինի մաս։ Դե ինչ այս պահին սիրելի հայրենակիցներ, մենք սպասում ենք այստեղ կժամանի քաղաքագետ Արամ Ավետիսյանը եւ բացառիկ հաղորդումը Քոչարյանների առանձնատան մոտից։ Մեր կադրի ետնամասում երևում է Քոչարյանների առանձնատունը, ցավոք սրտի մենք այս Պարիսպից այն կողմ չենք կարող ներս մտնել եւ հիմա այստեղ կժամանի Արամ Ավետիսյանը եւ միասին կփորձենք վերլուծել, հասկանալ եւ որտեղից այսքան գումարներ եւ ծագումնաբանությունը արդյոք հայտնի է թե ոչ։ Ողջույն Արամ, այս պահին մենք այստեղ են գտնվում, սա Իսակովի պողոտա 23 կոտորագիոտ հասցեն է, սա 2008 թվականից պատկանում է այս տարածքը Քոչարյանների ընտանիքին եւ Արամ, մինչ եթերը սկսել է պետք է նաեւ քեզ հայտնեմ, որ այնտեղից տեսախցիկով ողջ օրվա ընթացքում հետևում են մեզ, կարող ես ողջունել Քոչարյաններին։ Սիրուշոնը։ Այո։ Եվ Արամ պետք է ասեմ, որ 2008 թվականին այս տարածքը մինչև 2008 թվականը Պաշտպանության նախարարության ընդունելությունների տունն էր եւ Քոչարյանները այն նվեր ստացան ուղղակի պետությունից եւ այնուհետեւ 2008 թվականին նոյեմբեր ամսին նրանք 3600 քառակուսի մետր 3.6 հեկտար տարածք ձեռք բերեցին արդեն եւ գլխավոր դատախազությունը որպես ապօրինի ծագում ունեցող գույք է համարում այդ տարածքը, այստեղ է գտնվում ոչ միայն առանձնատունը, մենք դրոնով ֆիքսեցինք, այնտեղ նաև լողավազանն է, թենիսի խաղահրապարակն է, բավականին մեծ տարածք, որը Լևոն Քոչարյանին, երբ լրագրողները հարց են տվել, որտեղից այդ 3.6 հեկտար, նա ասել է դա փոքր տարածք է Արամ։ Եվ հիմա մեր հայրենակիցները միշտ ասում են մեզ, այս 8 տարիների ընթացքում դուք խոստացել եք եւ չեք վերադարձրել պետությանը Քոչարյանների գույքը, կխնդրեմ մանրամասներ ներկայացնես, երբ են մեր քաղաքացիները տեսնելու արդեն այս գույքը պետության բալանսում։ Նախ Արտուր, ես պետք է նշեմ մեր սիրելի հայրենակիցներին, որ այս ինչը որ ինքը հետաքց է, շուտ թղթերա սարք է, երբ որ արդեն մարտի 1-ի կոտորածը կազմակերպեց ու գնում էր կյանքը վայելելու, այս առանձնատունը եւս պետք է պետականացվի, ոչ միայն այդ հարակից հողերը, որը որ իրանք զավթել են, ինչ վերաբերում է դրա լող որդուն, որ ասում է փոքր տարածք է, ուրեմն սա ասում է մի մարդ Արտուր, որը որ պատվալում է ապրել։ Ռոբերտ Քոչարյանը ապրել է Ստեփանակերտի պատվալներում։ Այսօր հիմա մի երկու կոպեկ տվելա գալիս թե հաչում են, որ ինքը մեծահարուստ ընտանիք են եղել, չգիտեմ ինչ են եղել, սրանք պատվալում են ապրել։ Բնականաբար այս չտեսները ինչ տեսա, եկե մեր սուրբ երկրում զավթեն են եւ միայն այս տարածքներ չի։ Այս դիմացի Toyota Երևանով, այս այն կողքի Եռաբլուրի հողերով հետո կեր է։ Բենզինի Սերժիկու այս ֆուցնը Ռոբերտ Քոչարյանը, այս վիճվածքը, բա Ղարաբաղից է խոսում, այ կեղտ, բա այդ Ղարաբաղի տուն, անօթեման մնացած մարկանց բերստե տեղավորի արա,
Թե Սիրուշան ոտդ որից հետ կպոկի կանիկ շպրտի դուս արա, մի կոպեկ փող ծախսես։ Ուրեմն ես սրանց ինչ ասեմ Արտուր, բայց անակնկալ մենք ունենք Տիկին Ռոբերտ Քոչյանին, որովհետև նրա հարցը լուծված է եւ նա ձերբակալվելու է եւ իր կյանքի մնացած հատվածը անցկացնելու է Նարի Հունանյանի հետ բլոտ խաղալով։ Դա միանշանակ է։ Ինչ վերաբերվում է սրանց դուք պատկերացնում եք Արտուր, սրա ընտանիքին մի հատ նայեք։ Բայց սրա տղեկին, սրա հարցներին, սրա փեսուն, ինչ-որ այն մի մաստեր ինչ-որ փեսուն անով են արել, ինչ են արել, ասում են ձերքա բերել։ Ու 3.5 հեկտարը Լևոնիկը համարում է փոքր հող։ Դու Լևոնիկ նախապատրաստվի։ Այն որ ազգային ժողովում ինչ-որ հաչում ես, Բեն Լադենի օրինակներն ես բերում։ Անենց օրինակներ կբերեն։ Ու չես պատկերացնում քո հետ ինչ ալնելու։ Այն որ կնիկը դետում ցրթում է Ամերիկա, արա, ազգային ժողով, այդ հարցը տվեք ազգային ժողովում պատգամավորներ, ասեք, պարոն Լևոն Քոչարյան, կնիկը թխյա ցրթում է Ամերիկայում, ազգի հերոս, Ղարաբաղից են խոսում, չգիտես ինչ են խոսում, բայց այնց հերոս էիք, այնց, չգիտեմ, վերջն էիք, հզոր ուժեղ տղեկ էիք, անգամ ձեր երեխեքն են, արա, ուրիշ երկրներում ծնվում, որ երկու հատ քնձրոտ Ամերիկայի թուղթ ստանան, որ վաղը մյուսօր դե փախտելու են սրանք Արտուր, սրանք գիտեն իրենց գլխի գալիքը, սրա հարցները այդ Սիրուշան ու Զարան, արդեն պլանավորում են փախուստը, դա բոլորս գիտենք, իրանք արդեն հասկացել են, որ սրանք անելիք չունեն այս երկրում, ու Ռոբերտ Քոչյան, այդ որ այդում ես դռներ խփես Մոսկվա, այդ էլ չի փրկելու, դու անտեր շունես այլևս, դու քո երկիրն ես վաճառել, Ղարաբաղը դու Սերժիկի հետ ծախել ես, արա, 2 կոպեկի համար։ Արամ եւ օրինակ մեր ավակ սերնդի հայրենակիցները իհարկե երիտասարդները չգիտեն, երիտասարդները գիտեն, որ Լևոն Քոչյանը եւ Սետրակ Քոչյանը շատ ազնիվ գործարարներ են եւ իրենց կարողությունը ամբողջությամբ հալա արդար քրտինքով են վաստակել, սակայն մեր ավակ սերունդը գիտի, որ օրինակ եղնիկների սվիտերով ժամանած Ռոբերտ Քոչյանը միանգամից դարձավ մուլտիմիլիարդատեր եւ գլխավոր դատախազությունը ես ամբողջությամբ մեր հայրենակիցների համար արդեն ընթերցեցի ինչ պահանջ է ներկայացրել Քոչյանից եւ նրանց փոխկապակցված անձանցից եւ հիմա քեզ ասեմ, որ գումարային պահանջը ընդհանուր կազմում է 19 միլիարդ 561 միլիոն 943 հազար դրամ, ինչպես նաև 502 միլիոն 359 հազար դրամ։ Ինչպես կարելի էր գալ Արցախից եղնիկների սվիտերով, Արամ Սադախլուից ձեռք բերած եւ դառնան նման հարուստ գործարար, նման հարուստ ընտանիք։ Նախ եւ առաջ Արտուր նշեմ, որ բացի այդ ֆինանսական այդ դրամական միջոցները, որ պահանջում է պետությունը, նաև մոտավորապես մի քանի 100 միլիոն դոլարի գույք են պահանջում եւ սա միմիայն Հայաստանի Հանրապետությունում պահածի մի մասն է, որ իր Քոչյանի բջերի անունով է, այդպես փոխկապակցված գցել են։ Բայց Հունաստանի Միկոնոս կղզում հյուրանոցը, Սեթրակի անոմերա թաղամասում առանձնատունը, Լոս Անջելեսի Ամերիկայի Սիրուշոյի գույքերը, բա AFK սիստեմայի սրա փայը, այդ Վիվասելը ոնց դարավ MTS, Ռոբերտ, Մոլիբդենը, Քաջյանի կոմբինատը, որ մի հատ բոմբ գտավ Գերմանիայից, գերմանացու պասպորտով, ասում է բանա, ներդրում են արել։ Սա Արտուր, այդ դրամական, այդ ֆինանսական այդ հարցերը դնենք մի կողմ, անդառնանք մի փաստի, որ սրանք ծնունդով լինելով Արցախից, Ղարաբաղից ծնված, ինչ-որ շարժման հերոսներ էին, չգիտեմ ինչ են երևակայում, չէ։ Տարիներ շարունակ հայ ազգին խաբել էին, որ իրանք ինչ-որ ստենդել ես մարտական ընկերներ ես։ Դուրդ ես կրվել արա։ Կարող է Լևոնիկը ստե հայթը Սիրուշոյի հետ կրվել է, այտենց մարտական ուղի է անցել։ Սիրուշոն էլ գիտենք իր մարտական ուղին որտեղ է անցել արա, Ռոբերտիկ։ Հարցներով է հետաքրքրվի։ Մի օր կպատմեմ իրանց Հունաստանի մարտական ուղու մասին, հյուրանոցներում։ Ես լոխերին ես ինչ ասեմ։ Սրանք Արտուր պատկերացեք, այն աստիճանի տղա չեն։ Բարիս ուղիղ իմաստով, որ սրանց տունը եկն է որոշում։ Բոմժ են դառնալու սրանք։ Դա ես ձեզ խոսք եմ տալի։ Դուք բոմժ եք դառնալու։ Ձեր թորները Քոչյան Ռոբերտ, քո ընտանիքի անդամները, եթե են պլաստիկ վիրահատություն անեն, ազգանուն փոխեն, արա։ Էդ էլ չի փրկելու։ Ուր ուզում է փախնեք։ Չես քո սեկտը փակա, դու դատվում ես, հա, բայց բջեիտ է
վերաբերվում։ Ձեր վերջը եկել է ու հայ ժողովուրդը այս ամեն ինչը չի թողել որ դուք մարսեք։ Մարտի 1-ը հոկտեմբերի 27-ը Ղարաբաղի հանձնելը սա սրանց ձերի գործն է Արտուր։ Բայց ինչ կարող սուտ բան ենք ասում։ Գնացեք մեր մարզերում, մեր քաղաքում անդադ հարցում եք անում, հարցեք, ասեք Ռոբերտ Քոչյանը բենզինից Սերժիկով է, ձեզ կասեն։ Ինչ ասեմ ես դրանց։ Դուք սա այն աստիճանի անբարոյական է, որ անգամ Ալիևից է փող առել։ Այդ Բաքու Ջեյանը երբ որ կառուցում էին, որ մենք կարենք թույլ չտայինք մեր զինված ուժերը, իր օրոք, այս Պորնիկի նախագահության օրոք, տենդերը իր ճուտն է շահել, փողը քաշենդեից։ Ես էլ սրանց ինչ ասեմ։ Մի 2 կոպեկ փող տանք թքենք վրան, կհամաձայնվի։ Սրանք էդ են։ Միջորի կլեն Ղարաբաղցի հայաստանցի են ասում։ Ղարաբաղցի հայաստանցի արա։ Այ վիճված դու ես բերե այս ժողովրդի մեջ գցե։ Այդ բաժանումը արե։ Այն որ ինչքան բոմժ Ղարաբաղում ինչքան նարկաման բոմժ կար, սրա բարեկամներից բերես թե պետու չգիտեմ պաշտոններ էին տվել։ Բայց դրա համար հիմա ժողովուրդը այդ վերաբերմունք ունի։ Բայց դա Արցախի Ղարաբաղին հասարակ ժողովրդին չի վերաբերվում, ձեր էլիտային, այն Վաչոին, այն Պորնիկին, այն որ մարշրուտկա էր քշում։ Գեներալ Ղազարյանը դարավ։ Մենք որ տաղեն ծակվող է մորֆինիստ։ Սրանց Արտուր դուք պատկերացեք սրանց նշանակած գեներալները, մեծ մասը իհարկե, չէ՞, Վլադիմիր Գասպարյան, Պամպերսովա տան մեջ ֆռում, Վովայի Արշակ, Վաչո, Ադրբեջանցիք դա թռշտացին արա Ստեփանակերտ կամ Ջաբրայիլում, սա գեներալներով տնով տեղով Քոչյան ձեր թայֆեն քակեց տակ արա, շամպես էլակ փախակ, հերոս եք խոսում, այն սփխեչի ուննել են գեներալի պագոններով, այն Ռիժիլյովը, Նապոլեոն Բոնապարտը, գնաց ինքնակամ իրան գցեց Նիվի բագաժնիկը, այն Բաքուի ու Արկադիկի հետ, քո մարտական ընկերների, այսօր Բերդում նասկի են լվում արա, քո ընկերները, Բաքվի, ով եք դուք, դուք թասիպ նամուս ունենեք, ժավել խմեք կմեռնեիք արա, տաղեն էլ Բեն Լադենից է խոսում ազգային ժողովում, ասում Բեն Լադենը սպանեցին, շպրտեցին օվկիանոսում, Լևոնի Քոչյան, հələ մատ գնա նայի Բեն Լադենը ոնց է մեռե, ահաբեկի չէ, բնականաբար մենք չենք շուրստեղ գովազդանում կամ պաշտպանում միանշանակ, բայց զենքը ձերն է մեռե, արա, բոյ է տվել, ու տարե շպրտեն են օվկիանոս, որ իր ազգուտակը, իր թայֆեն, չգա չհավաքվի գեզմաններում, չսարքեն ինչ-որ մի հատ այտենց կուրկ, այտենց աբրացան ուեց է Բեն Լադենը, ի տարբերություն ձեզ, ու Բեն Լադենից պետք է խոսան սրանք, որ հերետ սատկի ես, արա, զուքան դառնալու գեզմանը, նույնն էլ քոնը, արա, սկի կնիկը չիրիմիտ չի գա, արա, արդեն ունասանում կայֆավատ կանի, Ռամիրեսի հետ, Արամ եւ օրերս ազգային ժողով ասել են տալի։ ազգային ժողովի փոխնախագահ Հայկ Կոնջորյանը երբ սկսեց ընթերցել Քոչյանների ունեցվածքը, падգամավոր Աննա Գրիգորյանը, ինչպես նաեւ Ագնես Խամոյանը, այո, սանր տարան սկսեցին գոռալ գոչալ ազգային ժողովի նիստերի դալիճում, ինչպես նաեւ падգամավոր Արայիկ Հարությունյանը հարց բարձրացրեց, թե ինչի օրինակ Քոչյանը երբ արդեն ղեկավարումը ավարտեց, չգնաց իր ընտանիքը վերցներ եւ ապրեր Ստեփանակերտում, Արցախում կամ ցանկացած Արցախի անկյունում, նրանք ուղղակի բան պատասխան չունեին այդ հարցին։ Եվ ձայն չկարող եմ ուղղակի իրանք ընդհանրապես սկսում են ինչ-որ ստրես տանել եւ գոռալ գոչալ, պատասխան իրաց դա է։ Տեսեք, ինչ վերաբերում է այդ Աննա Գրիգորյան կոչվածին, այնտեղ падգամներից մեկը բացահայտ է, չէ՞ որ սրա մարդը սննկացել է, որ Range Rover-ի գույքարկ չվճարի։ Սրա ինչին է անդառնամ։ Այդ դրան դնենք պիկոմ վայ Հակոբյանին կբարևես Աննա Գրիգորյան։ Մնացածը մի օր կներկայացնեմ։ Էլիզաբեթի հետ կտանգվեք, մարդուտ էլ կասես կգա, որ հետաքրքիր եթեր առնելու։ Ինչ վերաբերում է Ագնես Խամոյան, այնտեղ անդառնալու բան չկա, ինչին անդառնամ ես, կամ սրանքով ես սրանց անդառնամ, ես իրանց պապային եմ եկել անդառնամ, իրանց հորը, իրանց բուդային խմբակցության, ծանր դեպքեր են, էդի են բեղավոր մի հատ, այն որ ընկերուհին էլ գլխավոր խմբագիր է, դրա տունը կնկարենք, մանրամասն կներկայացնեմ, այդ
իմպոտենտներին, այսպես ու սեռական շեղվածներին, անբավարարվածներին, այսպես նշեմ, տնով տեղով ընդ որում մարդիկ, որոնք որ բարոյականից են խոսում, իրանց տան եկեղենից խաբար չեն, որ ուրախացում ինչ են անում։ Ինչ վերաբերում է ընդհանուր գլոբալ առումով ազգային ժողովում Արայք Հաղթյանը շատ ճիշտ նշեց, մենք եւս տեղադրեցինք այդ տեսանյութը մեր ալիքում, YouTube-յան ալիքում, բնականաբար Արտուր, տեսեք, սրանք մի բան չեն հասկանում, չնայած լավ էլ հասկանում են, ուղղակի թալանել են, գումար ունեն խոշոր, միլիարդներ ունեն եւ հարմար պահ են մանգալի, որպեսի այդ հարմար պահին հակահեղափոխական գործընթացներ սկսեն, ինչի այդպես նախադրյալները մենք տեսնում ենք Ռուսաստանի կողմից այս հիվդային պատերազմի համատեքստում։ Ինչու, որովհետև տեսեք, շատ մեր քաղաքացիներ, որոնք որ գնացին այս վիժվածքին քվեարկեցին, խաբնված են, որովհետև միլիոնավոր դոլարներ են ծախսվում, որ շեղեն մեր ժողովրդին, իբր թե էսի հերոս է, հեսա գալու է Ղարաբաղը հետ բերի, սիրելի հայրենակիցներ, էսի գալու է, որ Սիրուշոյի բուգը լցի, այն մի հարսի բուգը լցի, քիչ է լցե։ Բայց կկարողանա հետ գա Արամ։ Արտուր, ես վիրավորվում եմ, երբ նման բաներ ես դու ինձ հարցնում, որովհետև մենք դեռ ողջ ենք։ Օրինակ Արամ, մինչև քո այստեղ ժամանելը մեր հայրենակիցներից անցնում են եւ ասացին դուք որտեղ հայտնվում եք, այդ տվյալ անձի ունեզրկման process-ը սկսվում է եւ հիշեցին, որ նախորդիվ մենք հայտնվել էինք Գագիկ Ծառուկյանի առանձնատան մոտ եւ օրեր անց մենք տեսանք գործողությունը, այսինքն կարող ենք վստահ լինել, որ շատ կարճ ժամանակ է մնացել, երբ քոչարանները արդեն դրսում են հայտնվելու։ Արտուր, տեսեք, ոչ միայն դրսում են հայտնվելու, նրանք բոմժ են դառնալու իրանց ընտանիքով հանդերձ, ինչ վերաբերում է սրա ապագայի հետ կապված, ես նշեմ, որ օրերի հարցը շատ քիչ ժամանակ է մնացել, սա ձերբակալվելու է, ամեն ինչ այսպես չակերտներ չեմ ուզում բացեմ, այլ տարբերակ չկա, որոշակի փորձել է Պուտինի միջոցով հարցեր լուծի, այդ շանտաժը կհիշեք, որ էսի չենք, այս մթերքը չենք ընդունում, այն չենք ընդունում, կարակ չընդունեք, դա եղանակ չի փոխելու քո կյանքում, Ռոբերտ, ու այդ շանտաժից հետո ռուսական կողմի ինչա տեղի ունեցել, դուք ուշադրություն դարձրեք, այս մարաղը մտես մի ամիսա, ձենձունը չկա, ծպտուն չի հանում, գիտի գլխի գալիքը, ինչ որ 10-ով կեք հանում ստեից, դե Ռուսաստանի դեսպանատնից են մոտը գալի զանգեր անում, որովհետև չի կարա լքի Հայաստանի Հանրապետությունը եւ նա գիտի իր գլխին ինչա գալու։ Նախապատրաստվի Ռոբերտ Քոչարյան, Բերթուն փդելու է սարա դու։ Այն քաղաքական սպանությունները, այն մարտի 1-ը, հոկտեմբերի 27-ը, քո քթերից ոչ միայն գալու է, քո ցեղի, քո ընտանիքի քթերից է գալու։ Դուք չեք մարսելու։ Այն ասում են ինքնասպանություն է եղել, մի սպանություն չէ։ Իրան, այսինքն ինքնասպանություն, մարդը ինքն սրտից խփում է, հետո մտել կանոնի գլխից, հետևից։ Տես բան ուր եք տես։ Եվ Արամ, ինչն է զարմացնում, որ Լևոն Քոչարյանն նեղվում է, որ Բագրատ Սրբազանին համեմատում են Օսամա Բեն Լադենի հետ։ Ես գիտեք ինչ, եթե Բեն Լադենը ողջ լիներ, իմ կարծիքով հնարավոր է, որ չգիտեմ, ծայրահեղ քայլերի դիմեր, որ իրան համեմատում են Բագրատ Սրբազանի հետ, որովհետև նա գոնե իր այդ մուսուլմանական այդ ուղղության այդ ֆանատիկների համար արած դրած ունի։ Ինչքան էլ մենք չենք ընդունում, բայց իրանք իրանց պայքարի մեթոդոլոգիան ունեն, դա իրանց խնդիրն է։ Բայց Բագրատ Սրբազանը սա ուղղակի 1000 անգամ կներեք, այդպես կիսագողական հասկացողություն կա, չէ՞, պրաշլյակ։ Սա պրաշլյակ է, սրան ես տերտերի շոյրը հակը, արա Բագրատ պատմեմ, որ թորս ունեցե Ամերիկայում։ Սրանք ինչ հոգևորական։ Я Բագրատը, я իր շեֆը։ Այն սուտի մաֆիոզը։ Սրանք ով են Արտուր։ Ու ինչա կատարվում, տեսեք, այս դատական համակարգն պետք է ենթարկվի պատասխանատվության։ Ինչա նշանակում Բագրատ Սրբազանին ինչ որ բան են արել։ Բաց են թողել, դատական նիստը գնում է, ինքը ազատության մեջ է։ Ու պարզվում է այդ դատավորն էլ։ Այո, մարտի 1-ի գործով Սաղիդ վերջը եկել է, արա։ Դուք 7-8 տարի ժամանակ ունեիք այդ դարձի գալու, բայց Արտուր, սրանք
մտածում էին, որ 2026 թվականի սեյթրակն է Քոչյան երևի։ Սրանք մտածում էին, որ անգամ Ռոբերտ Քոչյանի տան հարակիչները այսպես վիճակում են, սոված։ Մենք անպայման կերակրենք։ Ամոչնի սրանց կերնեք ուտի։ Ինչ վերաբերում է այդ դատական համակարգին Բաղդադ Սրբազանի, նա ինչ իրավունք ունի, որ լինի ազատության մեջ։ Բոլորս տեսել ենք այդ լոմերը, այդ բենզինը, այդ պայթուցիկ նյութերը, այդ ձայնագրությունները, որ ավտոբուսները վառենք, պագիշիկը ծակենք եւ նորից եմ նշում, ես երկու հոգու պատերի տակ գնդակահարենք ու սրանք ժամանակ ունեին Արտուր 7-8 տարի ժամանակ կար, ուղղակի Ռոբերտ Քոչյանը իրենց հույս էր տվել բենզին Սերժիկի հետ, որ հետ են գալու, մի քիչ դիմադրեք, մի քիչ ձգեք, դուխները հետ մի գցեք, լուրջ էին ընդունել տիկին Ռոբերտի խոսքը եւ այսօր բախվել են դառը իրականության, իսկ այդ դառը իրականությունը մի բանում է, Ղարաբաղյան կլանը պետք է Հայաստանի Հանրապետություն ոչնչացվի, ջախջախվի, այլ ընտրանք չկա եւ մի առիթով ես ապագայում կներկայացնեմ այդ Ղարաբաղյան շարժում կոչվածը ոնց բերեցին, փաթաթեցին մեր հայ ժողովրդի վզին եւ ստրկացեցին այս պետությանը, այս քաղաքացուն, մեր ժողովրդին, նորից եմ նշում, Ղարաբաղյան կլանի այդ լիդերներին, Քոչյանի Սերժի գլխավորությամբ եւ նրանց ռեժիմին, նրանց թափթփուկներին, ձեր վերջը եկել է, Ղարաբաղյան կլանին մենք ջախջախելու ենք, դուք դառնալու եք բոմժ, դուք փդելու եք բերդերում։ Ու պրոցեսը սկսված է, արա։ Հեսա Ռոբերտ Քոչյանին որ վերցեն, այդ վատ կզգաք։ Չնայած արդեն զգում եք։ Համբալներ։ Արամ նաև պետք է խնդրեմ մանրամասներ ներկայացնես, դու խոստացել ես եւ մեր հեռուստատիտողները բազմաթիվ անգամներ գրում են, որ կարևոր նաև ինֆորմացիա պետք է հայտնես, հանդիպում պետք է լինի Դուբայում եւ նաև Հունաստանից նկարանումները մեր հայրենակիցները սպասեն արդեն Նիկոնոս կղզուց։ Ապագայում Արտուր մենք մեզ հետ արդեն կապի են դուրս եկել համապատասխան մարդիկ, որոնք որ սրա ունեցվածքից տեղյակ են, հասցեներով ամեն ինչով Հունաստանում եւ այլ երկրներում գիտեն եւ նրանց հետ հանդիպելու ենք եւ կգնանք արդեն սրա թալանը, որը որ Հայաստանի Հանրապետությունից դուրս է, դա եւս կգույքագրենք, կնկարահանենք, որպեսզի ապագայում երբ Հայաստանի Հանրապետությունում սրանք ենթարկվում են պատասխանատվության, նաեւ այդ դասի գողոնն է վերադարձվելու եւ մենք Ռոբերտ Քոչյան այդ ամեն ինչը տալու ենք հասարակ Արցախցիներին, հասարակ Ղարաբաղցիներին, որ դու այդ օրն ես գցել Սերժիկի հետ։ Ու այս ամեն ինչի կոնտեքստում Միքայել Մինասյան շատ չոգևորվեց, որ քեզ չենք անդառնում ես վերջերս, դու եւս մեր խոշորացույցի ներքո ես, Վատիկանի պատվալում կնես կամ Սոչիի դաչեքում կապ չունի։ Քո սերն ենք փոխելու, տղա ջան։ Չնայած սա հնարավոր է ինքնակամ է փոխը, պրոշ-մրոշ լցողը, բայց ամեն դեպքում ձեր վերջը եկել է Սերժիկ ու Ռոբերտ Քոչյան։ Ձեր թայֆով հանդերձ արա։ Արամ եւ օրերս տեսանյութ տեսա մի հարցազրույց, որտեղ Նաիրա Զորաբյանը ասում է, որ քաղ բանտարկյալ իրենց վերագրամամբ քաղ բանտարկյալ Արեգնազ Մանուկյանը չի կարող սեպտեմբերի 1-ին իր դստեր ձեռքից բռնի եւ տանի դպրոց։ Եվ մեր սիրելի հայրենակիցներին ասենք, որ Արեգնազ Մանուկյանի դուստրը արդեն 14 տարեկան է։ Օրերս լրացավ, արդյոք 14 տարեկան երեխայի ձեռքից բռնած տանում են, ինչպես ներկայացնում են այս ընդդիմադիրները։ Նախ տիկին Նաիրա Զորաբյանին ես կցանկանամ քրեական օրենսգիրքը ուսումնասիրի եւ իր համար այսպես հետևություն անի, թե ինչ հոդվածներով են կանոնավորված նույն Արեգնազ Մանուկյանը եւ Թևան Անդրանիկը։ Մենք գործ ունենք պետական դավաճանության հետ եւ
ես բնականաբար թքած ունեմ թե Ալեգնաս Մանուկյանը կնի, Թևան Անդոն կլինի, բա Նայրա Զորաբյան, այսենց լրտես դավաճանների պատճառով երգիր կորցրինք։ Բա այդ 18 տարեկան զինվորները, որ գնացին իրանց 30 տարի իրանց կյանքը տվին, ինչ, երեխա չունեին, երեխա չէին ուզում ունենային, այդ շուտ մոռացակ, հա, տենց այդ ամեն ինչը արա, այն որ մարդիկ գրանատ էին քաշում, իրանց տրակցնում էին, որ չգային Քոչարյանի ու իր թայֆի ոտը որներից պոյտ են ադրբեջանցիք, Ստեփանակերտում, Ղարաբաղում, այդ մոռացակ այդքան շուտ արա, այդ աունը տենց մոռացակ գնաց, նման բան չի լինելու։ Խնդրում եմ ֆիքս իսա դրա մեքենաներից, հա։ Այս։ Մաքրեմ։ Այսենց շամպես փախնելու են ավտոներով։ Այսենց ոնց մենք քանի կան կարա դու շամպես այսենց փախնելու ես Քոչարյան Ռոբերտ, սա երևի այն Բրեժնև կնիկն էր, Բրեժնևի ունքերով են, որ հայ մայրին է Քոչանում կամ աղջիկը, չգիտեմ, սա ընտա, որտեվ ինքը մի ավտոյով չի ֆռում վախուց։ Դե գիտենք, չէ, ուժեղ տղեկը հիմա 30 հոգով են ման գալի, իրանց երգում, հերոս համարվողները։ Ինչ վերաբերում է այդ Նայրա Զորաբյանին, ես Տիկին Զորաբյանին խորհուրդ կտամ ուղղակի, որ չգիտեմ, նա լսանել չունի, չգիտեմ, երևի ախր այն աստիճանի իրացիոնալ է նրա պնդումը, որ իմաստը չունի հակադարձես։ Մարդը մեղադրվում է պետական դավաճանության լրտեսության մեջ։ Ինչ իմաստն է խոսքը։ Այդ Թևան Անդոյին այդ թղթերը ով է տվել ազգային ժողովի այդ նիստից։ Նայրա Զորաբյան, որ տարել էր խուրդեր ռուսների վրա։ Այն մի հոգի էլ կա, չեն Չալապյան ավետիքա ինչա, այն որ այն բանին, կապիրկինի ճտին են դեսպանատան, ասում է դուք պետքա գործա տալի էլի, ձև են ասում ինչ անեն։ Բայց իրենց մենք ո՞նց հանդուրժենք մեր երկրում։ Հայ զինվորը սր սահմանա պահում իր կյանքի գնով, այս պուտանկի տղեկը, որ դավաճանության լրտեսության մեջ խառնվում են, մեզ այդ զինվորների հանդեպ սենց իրանց պահեն արա։ Նայրա Զորաբյան, հələ գնա այդ թայֆի տարա, այդ ալիգարխներին ու այդ նախագահն այդ ասայի պուտանկի տղեկ, բայց ձեր տղեկը ձեր բջերեխի ես որ չեն ծառայում, արա։ Այդպես խոսացող եք։ Դե հետո օրինակ որ ազգային ժողովում արամ հայտարարում են, որ ասում են Գարեգին Բն եւ Եզրասը KGB-ի ագենտներ են, փաստաթուղթ ունեն եւ հիմնավորված է մեղադրանքը, ընդդիմադիրները նեղսրտում են։ Արտուր, ես թքած ունեմ թե Գարեգին Բեի վրա է, թե Եզրասի վրա է, չէ՞ Եզրասը գիտի ես այդ ոնց եմ վարվելու, ու ինքը ընդդեմ են Մոսկվայի թայֆեն։ Մի քանի հոգի կան, տենց որ սրան փոմող են տալի, տենց դուխավորվել է։ Ինքը գիտի։ Ինչ վերաբերում է վեապարա, ծայրապետա, ծայրագույնա, չգիտեմ, եթե մարդ լինելով բարձրաստիճան հոգևորական, այդ իերարխիկ համակարգում ամենաբարձր մակարդակին հասած հոգևորական ու 5 հոգի կողը մարդ չունի։ Ես իրան ինչ ասեմ, սրանք փողով եկեղեցի են Սոչիում։ 200-300 $000 էին վերցնում, որ գնային հայկական եկեղեցի օծեին։ Եզրասը այդ չեմ էլ քֆուր կտամ թե չէ։ Քարի փող չի տվել անգամ։ Այստեղ շինարարներ կան ինձ պատմել են։ Փողական էին գնում, զանգում էին, բա Էշմիաստիճը տենց հարցեր էին լուծում։ Սրանք այդ վեղարը սրանց շորը հանես, տակը չգիտեմ ինչ դուրս կգա։ Արամ օրինակ տեղեկություններ են ստացվել, որ ասում են կասկածներ ունեն, որ Մոսկվայի եկեղեցում Եզրասի գլխավորությամբ այնտեղ եկեղեցու հարակից տարածքում բրենդային հագուստի արտադրամաս է բացել եւ բրենդային հագուստ է արտադրում Եզրասը։ Չի բացառվում, բայց ես պետքա Եզրասին եւ Եզրասի շրջապատին ընդ այդ հայ օլիգարխներին եւս մի անակնկալ ունեմ եւ լսեք արա այդ որ եկե պասպորտներ եք հանեմ մի մասը հայկական, մի մասը ուրիշ երկրի ու տենց Ռուսաստանից դուրս ճամփորդում եք, գույք եք ձեռք բերում, մենք Եվրամիության այդ կառույցներին կներկայացնենք, որ սրանք զբաղված են ռուսական հատուկ ծառայությունների ուղղորդմամբ Ուկրաինայի այդպես ագրեսիայի շրջանակներում մարդկանց խաբելով եւ որ պայմանագիր կնքեն եւ այդպես զինվորներ են մատակարարում, սրանց ձեռքերը եւս
Արյունոտա եւ սրանք հայտնվելու են ապագայում Հագայի դատարանում Արտուր, դա ես իրենց խոսք եմ տալի, դուք եզած եւ այդ քո թայֆ են, դուք նստելու եք Հագայի դատարանում, վաղը դատվելու եք, հույս չունենաք, ու անակնկալը մոջանալներս կհասնի տեղ։ Արամ, եւ քիչ առաջ դու հիշեցիր մեր զինվորներին, ովքեր իրենց կյանքն են տվել Հայաստանի Հանրապետության անուն Ղարաբաղի, եւ Արամ Բաքվի բանտից օրերս Դավիթ Բաբայանը ձայնագրություն է ուղարկել եւ ասում է նստած ենք, բայց ծնկաչոք չենք։ Այսինքն գերի ընկնելը էլիտայի համար դա նորմալ երևույթ է։ Եվ երևի հայրենակիցները պետք է շնորհակալ լինեն նրանց, որ նրանք այնտեղ նստած եւ այդ ինֆորմացիաները հայտնել են փաստորեն Բաքվի ղեկավարության եւ տեսնում ենք հիմա եւս մեկ մեքենա դուրս եկավ իրավաբանական համարներով այո Քոչարյանների առանձնատրից եւ խնդրեմ մեկնաբանես օրինակ ինչ էին մեր զինվորներին Արցախում ասում ով քֆուր էին նույնիսկ անգամ ես փաստեր ունեմ Արտուր Պաշտպանության բանակի հրամանատար կամանդուշի Լևոն Մնացակյանը զորքին շարում էր ու ասում էր ով գերի ընկնի մոր քֆուր էր վրցնում դա փաստա զինվորները կան եթե պետք է կգան եթերում էլ կպատմեն կներկայացնեն պոլկին որ շարում էր ուրեմն իմի լսեք արա այ գերի ընկած դրանց տեսնեք այն զինվորների նկատի չունեմ են որ պատահական գերև արվել են նկատի ունեմ այս էլիտային հիմի դուք ձեզ մեր քրֆիկ արա որտեղ դուք ոչ միայն գերի ընկաք դուք սփխեչի ուլի պես ախր աշխարհում նման բան չի եղել նման բան չի եղել արա գնացեք երկրորդ համաշխարհային եմ ուսումնասիրեք Բերլինում ինչ բոյլեր գնում Հիտլերը մերել էր զորքը չէր հանձնվում արդեն կեյտել հետ ստորագրել էին կապիտուլյացիան Էյզենխաուերն էր եկել ասում են կռիվը բրծել է Վալտեր Կրուգերը զորքով մինչև չկրվեց ասեց գեներալ եմ արա ես ոնց հանձնվեմ էսի չեք ասում այ դուք էդ եք արա դուք նասկի լվացող եք այդտենց Բաքվի բերդում նասկի այնքան կլվակ մինչև կբերենք ձեզ Հայաստան ու դուք ստե կդատվեք որտեվ դուք Ղարաբաղյան կլանի մնացուկներն եք մի մնացուկը ստե է հեսա հարցերը կլուծենք ձեր հարցերն ենք լուծելու հայ զինվորի արուն ծծողներ եք դուք արա թակած ունեմ ես իրանց վրա Արամ եւ մեր օպերատորին հիմա պետք է խնդրեմ այստեղ տարածքը ցույց տա եւ մենք տեսանք դրոնով որ Քոչարյանների առանձնատանը բավական մեծ ծառեր լողավազանով այդտեղ նաեւ թենիսի կորտով որպեսի Ռոբերտ Քոչարյանը իրեն լավ զգա սպորտային վիճակում լինի սակայն այստեղ անգամ մի թուփ չտեսանք կամ ինչ որ խոտ չտեսանք այստեղ տնկված գոնե բարեկարգեին կամ մաքրեն իրենց ընտանիքի կողմից տեսեք սիրելի հայրենակիցներ ուզում եմ ձեր ուշադրությունը դարձնեմ մի շատ կարևոր այսպես հանգամանքի այս ամբողջ հողատարածքը հերիք չի որ զավթել է Ռոբերտ Քոչարյանը այլ սա այն աստիճանի հակահայ վիժվածք է հայ ժողովրդին ատող որ վերածել է Ջաբրայելի ու Աղդամի ոնց որ Ղարաբաղն էին թալնում տրուբա չէր մնացել որ կանալիզացիայի տրուբեկն էին ծախում սրանք նույնն էլ ստե է այս է չոլիա վերածել մի հատ ծառ մի հատ ծաղիկ չկա այ ինքը իր էության պետ է սա ու գնացել է սա այս ժողովրդի թշնամին է ատում է այս ազգին Արամ եւ մեր ողջ հաղորդման նկարանման ընթացքում այս մեծ տեսախցիկը, որը համ ձայնն է ձայնագրում եւ բավականին որակյալ օպտիկա ունի, ֆիքսում էր թե մեզ ուշադիր, թե մեր անվտանգության աշխատակիցների նաեւ մեքենայի տեղաշարժը բոլորին այտենց ֆիքսում էր եւ հիմա ունես հաստատ Քոչարյանները տանը նստած վայելում են այս հաղորդումը, ունես նրանց մեսիջ ասելու եւ այսքանով ավարտենք մեր հաղորդումը։ Ես այս Ղարաբաղից թռածին Ռոբերտ Քոչարյան, քեզ մի բան կասեմ, որ օգոստոսի 22-ին բջջերիդ հավաքես ձեր հոր Սիուշոյի գլխավորությամբ 22:45 տանգված ելնես տելևիզորի դեմը, որտեղ այդ հաղորդումից հետո քո օրերը հաշված է։ Դու ձերբակալվելու ես ու դու ենթարկվելու ես պատասխանատվության։ Ղարաբաղյան կլանը ջախջախվելու է Հայաստանի Հանրապետություն եւ հայ ժողովուրդը չի հանդուրժելու ձեր նման Ղարաբաղը հանձնած վիճվածքների։ Դե ինչ Արամ, շնորհակալություն քեզ,
Շնորհակալություն ձեզ, ելի հայրենակիցներ, որ հետևում եք մեր այսօրվա հաղորդմանը։ Ձեզ հետ ձեր սիրելի քաղաքագետ Արամ Ավետիսյանն է, ես Արթուրն եմ, եւ եթերի ավարտին պետք է խնդրեմ նաեւ բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, որպեսզի նոր տեսանյութերի ծանոթություններ ստանաք առաջինը, ինչպես նաեւ լայքեք եւ կիսվեք այս տեսանյութով, որպեսզի թե Հայաստանում, թե Հայաստանի սահմաններից դուրս դիտեն մեր հայրենակիցները։ Մենք գտնվում ենք Իսակովի պողոտայում, սա հայտնի Քոչարյանների կալվածքն է, այստեղից բացառիկ հաղորդում ենք պատրաստ է, իհարկե նաև եզրափակիչ հաղորդում է պարտադիր լինելու, քանի որ քրեական գործը շարունակվում է եւ իր արդյունքը պարտադիր ունենալու է։ Բարի եւ խաղաղ գիշեր ենք մաղթում ձեզ եւ թող որ բոլոր լուրերը միայն բարի լինեն։